Արի Ավոջան Արի խորագրով եւ Իսահակյանի 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցադրությամբ Հովհաննես Թումանյանի թանգարանը վերադարձել է հարազատ տարածք, որտեղ շենքի ճակատային հատվածում այսուհետև փոքրածավալ միջոցառումներ եւ ժամանակավոր ցուցադրություններ կկազմակերպվեն, վերստին կենթանի շունչ հաղորդելով Թումանյանական միջավայրին։ Ցուցադրության խորագիրն ընտրվել է Թումանյանի իր վտարանդի բարեկամին ուղված կոչից՝ Արի Ավոջան Արի, երբ Թումանյանը վերադարձի պատգամ էր հղում իր հավատարիմ ընկերոջը։ Փոքրիկ այս ցուցադրությամբ թանգարանը ներկայացնում է իր մեծածավալ արխիվի աննշան մասը միայն՝ նամակներ, արժեքավոր գրքեր, հատվածներ հուշագրություններից։ Մենք ունենք ահռելի մեծ արխիվ եւ նամակների եւ հուշագրության, որը փաստում է ոչ միայն տվյալ ժամանակահատվածի խոսույթը տարածաժամանակային, այլ բացահայտում է եւ բարքերը, եւ գաղափարները եւ արժեքները եւ եթե համառոտ ասեմ մի ամբողջ էպոխա դուք կտեսնեք այսօր այս մի քանի ընծայագրերի, նամակների եւ լուսանկարների մեջ։ Թումանյանի Իսահակյան պոետական եղբայրությունը, որ սկսվել էր նրանց հեռակա ծանոթությունից, ապա վերածվել վերնականների անխախտ բարեկամության, հիմնված էր ոչ միայն ստեղծագործական հոգևոր հարազատության, այլև միասնական արժեհամակարգի վրա եւ մեծ ցնցումներով լեցուն ժամանակներում այդ գաղափարակից ընկերները բարդ փորձությունների ճանապարհ էին անցել։ Երկու մեծերի այդ հոգևոր մտերմությունը ինչ խոսք հենց արժեքների վրա էր հիմնված, հայրենասիրությունը առաջին հերթին, հայրենի բնաշխարհի նկատմամբ իրենց անսահման սերը, կարոտը, եւ դա էլ հիմք դարձավ այդ երկու մեծերի բարեկամությանը, որը ցավոք ընդհատվեց Թումանյանի մահով, բայց երբեք չընդհատվեց, որովհետեւ բոլորս գիտենք, թե ինչպես հետագայում Իսահակյանը իրեն պատասխանատու էր զգում այդ ընտանիքի հանդեպ, հետո արդեն նորաստեղծ թանգարանի, եւ այդպես դա շարունակվեց։ Ինչպես Թումանյանը, այնպես էլ վերնատան մյուս մշտական անդամները չափազանց բարձր էին գնահատում Իսահակյանին եւ ազգային գրականությունը նրա բերած նոր հզոր բանաստեղծական շունչը։ Դեմիրճյանը շատ դիպուկ եւ հետաքրքիր է գրել, ասում է երկնքում ժողովրդական երգը օթում էր եւ չկար մեկը, որ համարձակորեն այն հնչեցներ եւ եկավ Իսահակյանը եւ եղավ այն ձայնարկողը, այն բարձրաձայնողը եւ նա, որ ժողովրդին երգել տվեց։ Ցուցադրությանը զուգահեռ նաև պոետի անտիպ հուշերը էկրանից հնչեցնում էր Թումանյանի թորնուհին Իրմա Սաֆրասբեկյանը։ Նոնե Ալեքսանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։